շենքում դասի զանգ չի հնչում, դրա կարիքն էլ չկա։ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ունկնդիրները կայացած մարդիկ են, ճիշտ ժամին կմտնեն լսարան։ Այս դեպքում այն սրահը, որտեղ ՀՀԿ նիստերն են անցկացվում, դասացուցակը փոխվել է, էքստրա դաս է, նախագահն է վարելու։ Անուններով ոչ, բայց դեմքերով ու հատկանիշներով բոլոր ունկնդիրներին Աշոտյանն անգիր գիտի։ Ընդունելությանը նաև ինքն է քննություն վերցրել։ 2 օր յուրաքանչյուրին տնտղել, իմացած չիմացածները քամել, որ որոշի 180-ից ում կտրի։ Գոնե 80-ին զտել էր պետք։ Դժվար ընտրություն էր։ Հասկացա, որ բացի 3-4 հոգուց ում կարելի էր կտրել, չկա մարդ, որին պետք է կտրես։ Առնվազն ազնիվ, բանիմաց։ Մինչև կգա գլխավոր դասախոսը, ունկնդիրները պրեզենտացիոն արվեստին են տիրապետում։ Ցուցակում քարոզչություն էլ կա, քաղտեխնոլոգիաներ, ազգային գաղափարախոսություն։ Աշխարհի տարբեր ծայրերից են դասախոսներ գալիս, նմանատիպ գործընկեր դպրոցներից։ Անվճար, ընդդիմադիր դաս տվողներ էլ կան, բայց նրանց անունները չեն նշվում։ Կասեն, հա, իշխանամետ է, իշխանության պրոյեկտ է, Աշոտյանի մարդն է, ես իմ մարդն է։ Նախասրահում մի քանի ունկնդիրներով առանձնացել են ազգ բանակ կոնցեպտն են քննարկում։ Ինչ եւ ինչպես անել, որ գաղափարախոսությանը բոլորը մեկ մարդու պես միանան։ Գլխավոր կարգախոսը որոշված է։ Ես ազգի զինվորն եմ։ Զինվորագրվում են այդ գաղափարախոսությանը։ Գտնվեն այն նորարարական գաղափարները, այն նորարարական մտքերն ու մոդելները, որոնք կծառայեցնեն տվյալ գաղափարախոսությանը հասարակական լայն շերտերի։ Նախագահի դասախոսությունը լսելու են ոչ միայն հանրապետականներ, ունկնդիրների կեսից ավելին անկուսակցական են, ԲՀԿ-ական էլ կա։ Դպրոցի գործադիր ղեկավարը հպարտանում է։ ՀՀԿ-ն այսպիսի դպրոց բացելու պիոներ է, բայց դա չի նշանակում, որ սա ՎՊՇ-ն է, բարձրագույն կուսակցական դպրոց։ Այստեղից պահանջատեր քաղաքացի է դուրս գալու։ Հետագայում, երբ որ ունկնդիրները արդեն ավարտեն, իրենց համար իրական որս կսկսի տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Պահանջատեր քաղաքացիները Սերժ Սարգսյանին շատ հարց ունեն տալու, բայց նախ լսել են ուզում։ Չափազանց կարևոր է քաղաքական գործիչի համար, որպեսզի նա կարողանա տարբերակել կարևորը երկրորդականից։ Սա որևէ դասագրքում երբեք դուք չեք կարող գտնել լուծումներ կամ գիտելիքներ սրա մասին։ Դուք պիտի կարողանաք այդ շխորում, իսկ քաղաքական դաշտում հաճախ շխոր է լինում, իրոք տարբերակել կարևորը երկրորդականից։ Ցավոք սրտի, մեր հասարակությունը հիմա գտնվում է մի այնպիսի փուլում, երբ որ իրոք շխորը մեծ է։ Եվ այդ շխորի մեջ գտնել կարևորը, ճիշտը, սա հեղինակություն է բերում քաղաքական գործիչին։ Վերջին անգամ Սերժ Սարգսյանը 1 տարի առաջ ԱՄՆ-ում էր դասախոսություն կարդացել Հարվարդում, Ֆլեչերում։ Հայաստանյան քաղաքական դպրոցում նախագահ Սարգսյանը խոսել է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից քաղաքական գործիչը իր պատկերացմամբ։ Քաղաքական գործիչը պետք է քաղաքացիական արիություն ունենա։ Եթե դա չկա, անիմաստ է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Վախկոտ մարդիկ քաղաքականությունում կամ թիթեռի կամ ծնծաղիկի կյանք են ունենում։ Բայց ուզում եմ, որպեսզի իմ ասածը ճիշտ ընբռնեք, ճիշտ ընկալեք, անվախ մարդ աշխարհում չկա։ Անվախ է միայն ապուշները։ Բայց չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ։ Նույն Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անել։ Մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, փոխզիջումներ, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի։ Սերժ Սարգսյանի դասախոսության հիմնական շեշտադրումներից մեկը կրթությունն է։ Քաղաքական գործիչը պետք է պատրաստված լինի եւ կարեւորը երկրորդականից տարբերի։ Շակե Ղազարյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։